Նոյեմբերի 28-ին, 29-ին և 30-ին իդեալ համակարգի բոլոր խանութ սրահները կաշխատեն մինչև ժամը 22:00։ Վերջին հնարավորությունն օգտվելու Սև ուրբաթի ցնցող զեղչերից։ Բարև ձեզ, առաջինի եթերում մանրամասներն են, ձեզ հետ է Դավիթ Ստեփանյանը եւ այսօր իմ հյուրն է Ամբերտ հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ գիտնական, տնտեսական գիտությունների թեկնածու Համազազդ Գալստյանը։ Բարև ձեզ, պարոն Գալստյան։ Բարև ձեզ։ Պարոն Գալստյան, ինչպես եւ կանխատեսելի էր, ես անձամբ դա սպասում էի, տրանսպորտային խնդիրները մեր այն վայրիվերումներից հետո, երբ որ թանկացման շուրջ եղավ այդ գործընթացները, չեն թողնում մեզ, հանգիստ չեն թողնում եւ ահա կառավարությունը որոշեց ավելի քան 3 միլիարդ դրամ հատկացնել Երևանի քաղաքապետարանին մայրաքաղաքի բյուջեում առաջացած ճեղքվածքը փակելու եւ տրանսպորտային համակարգի բնականոն աշխատանքը ապահովելու նպատակով։ Տարեկան բյուջեով նախատեսվել էր հավաքագրել շուրջ 21.3 միլիարդ դրամ, սակայն ընթացիկ կանխատեսումներով սպասվում է շուրջ 5.5 միլիարդ դրամի պակաս։ Ինչի արդյունք է սա։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Մենք այս տաղավարում արդեն մի քանի անգամ խոսել ենք խնդրի մասին եւ ես վերջերս Ամբերտ տեղեկագրում հոդված հրապարակեցի, որը սկզբունքորեն տարվա կեսին հունիս ամսվա հոդված է դա։ Եվ ես կանխատեսել էի, որ թերավակագրում է լինելու շատ པարզ պատճառով։ Թափանցիկ ֆինանսավորումը քաղաքապետարանի թափանցիկ է եւ կայքում անընդհատ դրվում են հաշվետվությունները։ Կա էլեկտրոնային բյուջե, ինտերակտիվ եւ ֆինանսական բլոկը երամսյակը մեկ դնում է հաշվետվությունները եկամուտների եւ ծախսերի։ Եվ արդեն կիսամյակով, երբ որ հավաքագրվել էր ընդամենը 5.7 միլիարդ, հասկանալի էր, որ որևիցե կերպ 21-ի շեմը չի լինելու։ Ասեմ ձեզ ավելին, այն ինչ որ ասվում է կառավարության հիմնավորման մեջ, որ շուրջ 5.5-ով դա էլ է ոնց որ թե լավատեսական ցուցանիշ։ Իմ կարծիքով հավաքագրվելու է ընդամենը 14 միլիարդ, որը որ 7 միլիարդով ճեղքվածքի առաջացնելու բյուջեում։ Ինչու եմ այդպես մտածում, որովհետև տրամաբանությունը, այդ երամսյակների փաստացի եկամուտների տրամաբանությունը, որը առաջինում եղել է 2.5 միլիարդ, երկրորդ երամսյակում 3.2 միլիարդ, երրորդ երամսյակում 4 միլիարդ, 4-ը արդեն բավականին բարձր ցուցանիշ է, ինչու, որովհետև մենք դեկտեմբերի 25-ից 4-րդ երամսյակի ունենալ ենք արձակուրդ։ Դա նշանակում է 5 օր ամսվա մեջ 1/6 մասը երթևեկությունը այդքան էլ ակտիվ չի լինելու անկախ նրանից այդ նոր տարվա տոնական ինչ որ առևտուր եւ այլ, որովհետև այդ առևտուրները որպես կանոն ավտոբուսով չեն արվում։ Հիմա այդ կանխատեսումով ես տեսնում եմ, որ վերջի ամսում նույնպես 4 միլիարդի կարգի է հավաքագրվելու եւ լինելու է 13.8-ից 14.2 միլիարդի սահմաններում, այսինքն ամբողջապես 7 միլիարդի թերկատարում։ Որպեսզի փորձենք մի քիչ հասկանալ, թե ինչի է թերկատարվել, պիտի հասկանանք, թե որտեղից ծնվեց այդ 21.3 միլիարդը։ Ինչ որ մարդիկ հաշվարկ են արել, ինչի վրա են հաշվարկ արել, ուղևորա հոսքը Երևանի ոնց են հաշվարկել այդ զեղչային համակարգը կիրառումը, որովհետև այնտեղ եթե հիշում եք կա մեկ ամսվա համար առանց այսպես ասած անսահմանափակ երթևեկության հնարավորություն։ Այսինքն մարդ օրական կարող է 10-15 անգամ նստել, դա վալիդացվում է, զեկուցվում է, որ ինչքան ուղևոր է նստել, բայց չի զեկուցվում ինչքան վալիդացիա է արվել, բայց չի զեկուցվում ինչքան եկամուտ է եկել։ Այդ եկամուտը չի գալիս երամսյակով։ Այսինքն ես օրինակի համար ունեմ երամսյակային մշտական, ես օրական նստում եմ 6 անգամ, ինքը հաշվում է, որ ես օրական 6 անգամ նստել եմ։ Վճարում եք 1 անգամ։ Ոչ միայն վճարում եմ 1 անգամ, այլ իմ զեղչային համակարգով ես վճարում եմ 80 դրամի կարգի։ Բայց բյուջեում հաշվարկվում է, որ դուք վճարել եք 600-900 դրամ։ Բյուջեում ոչ թե բյուջեում, այլ վալիդացիան որպես այդպեսին, երբ որ թռչնակ ենք դնում կողքը, 6 վալիդացիա է հաշվում։ Սկզբնական շրջանում ամենայն հավանականությամբ ինչ որ ռոմանտիկ հաշվարկ արվել, որ այդ ցանկացած վալիդացիան դա 150 դրամ է։ Եթե անգամ ցանկացած վալիդացիան 120 դրամ լիներ, էլի ոչինչ, բայց հիմա երբ որ մենք ուղղակի էլեմենտար
թվաբանություն է դա բարձրագույն մաթեմատիկա չի։ Երբ որ երամսյակային հաշվետվությունը, եկամուտը բաժանում ենք այն ուղևորահոսքի վրա, որը ամեն շաբաթ զեկուցվում է քաղաքատեխնոլոգիաների տնօրենի կողմից քաղաքային հիմնարկ կա այդպիսին տեխնոլոգիաների կառավարման։ Ես հաշվարկ եմ անում եւ տեսնում եմ, որ միջին ցուցանիշը 77-ից 80 դրամ է։ Այստեղ մեկ այլ խնդիր կա։ Եթե հիպոթետիկ վերցնեինք, որ 100 դրամը մնում է ուժի մեջ եւ այդ զեղչային համակարգը չկա, մենք սկզբունքորեն կհավաքագրենք 16-ից 17 միլիարդ տարեկան։ Ավելի շատ։ Ավելի շատ։ Հիմա այստեղ մի երկու խնդիր կա, ես չգիտեմ էլի ինչքան կարելի է տարածվել, բայց մի երկու խնդիր կա, որոնք շատ անհրաժեշտ է որպեսզի իմանանք։ Նախ, վալիդացիայի ցուցանիշը քաղաքային իշխանություններին կամ այդ տեխնոլոգիաների կառույցին հասնում է, որը քաղաքային կառույց է, իդեպ հասնում է տերսելի միջոցով։ Ինչ լավ, օպերատոր ասենք, չասենք, որ բան չլինի, էլի, գովաց չլինի։ Հակագովաց։ Կամ հակագովաց։ Ես կարծում եմ դրա դեպքում։ Հիմա ես անկեղծ ասած ոչ թե կասկածներ ունեմ, այլ թվերի համադրումը 2018 թվականի ուղևորահոսքի հետ եւ այսօրվա ցույց է տալի, որ այդքան անվճար կամ այդքան նապաստակներ չէին կարող լինել տրանսպորտում։ Ես չեմ ուզում ոչ մի բան ասեմ օպերատորներին կամ իրենց այդ վալիդացիոն համակարգերին, բայց 2018 թվականի հաշվարկներով, որը 14-ի շատ մանրակրկիտ մշտադիտարկման արդյունքում էր եղել, ավտոբուսները, միկրոն եւ այն բոգդանները կամ չեմ իմանում, հայգերները ավտոբուսներով երթևեկում էր 460,000 ուղևոր։ Հանեք, որ մենք ընտեղ ունեինք ընդամենը վետերանների ու ազատամարտիկների ու երեխաների թույլատրելի սահման, չկար զեղչային համակարգը, այսինքն 460,000-ից լավ 50,000-ը հանենք, որ բաներ, որը որ երթևեկում էր, ի վերջո 460,000-ը դա մարդ չի, 460,000-ը դա ուղևոր է, այսինքն կարա մի ուղևորը 5 անգամ նստի, վալիդացիաներն է նույն ձև, այսինքն այն ժամանակ մետրոյով երթևեկում էր 35,000 մարդ օրական ուղևոր, մետրո սպասարկում էր 35,000-ի եւ սպասարկում էր 460,000 ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով, տրոլեյբուսի այդ հաշվարկում չկար, տրոլեյբուսի տոկոսը փոքր է, հիմա էլ է փոքր, հիմա մետրոն սպասարկում է 75,000-ի, այսինքն քաղաքում ոնց որ թե մետրոն երկու անգամ ուղևորահոսքը աճել է, տարբերակ համար 1, այդ երկու անգամից գոնե 1.5 անգամը պիտի աճեր նաև այն 460,000-ը, ինչը որ աբսուրդ է, չէր կարա լիներ դա, բայց գոնե պիտի մնար նույնը։ Ինչու, որովհետև ընդամենը 2 տարի առաջ քաղաք Հայաստանա եկել բռնի տեղահանված 120,000 մարդ, բոլորը մեքենաներով չեն եւ չեն էլ հասցնի 2 տարում ինչ որ արագ մեքենաներ ձեռք բերել, քաղաքում մեքենաների ձեռք բերման քանակը մենք գիտենք եւ գիտենք, որ ինչքան սուղ է եղել այդ մարդկանց միջոցները, ովքեր համարյա տնային հագուստով են դուրս եկել եւ տեղահանվել։ Այսինքն այստեղ մենք էլի ունենք ուղևորների ավելացում, ճիշտ է։ Պիտի ավելանային այդ ուղևորները։ Ունենք նոր ավտոբուսներ, պիտի ավելանային ուղևորները։ Այսօր Երևան քաղաքի ավտոբուսներով երթևեկում է 230-ից 240,000 մարդ։ Գումարվում են տրոլեյբուսները, գումարվում է մետրոն, յուրաքանչյուր օրվա կտրվածքով մենք ունենք 330-ից 370,000։ Ալեքսանդր, դուք նապաստակների դերակատարումը չեք թերագնահատում արդյոք։ Նապաստակների գնահատումը տվել է ամբողջ քաղաքակիրթ աշխարհը։ Անկամ ամենալուրջ վերահսկվող քաղաքներում դա 20% է, առավելագույնը։ 20%։ Այո։ Մեզ մոտ ինչքան է։ Մեզ մոտ դուրս է գալիս, եթե 500,000-ը մեր թիվն է, որովհետև մենք 18 թվականին ունեցել ենք այդ հոսքը, առանց տրոլեյբուսների են զորը։ 20% է գալիս մոտավորապես։ Մեր մոտ 330-ից մեր մոտ 400-ի չի հասնում ուղևորահոսքը, 330, 360, 370։ Եթե անգամ համատարած այդ 20%-ի վրա է, 15 է դեպ աշխարհում, անգամ Լոնդոնում 12 է, թե ինչքան, այսինքն հսկվող տեղերում էլ է, էլի բարձր։ Նու մենք համարվում ենք ոչ այդքան զարգացած երկիր, կարա լինի 20%։ Այդ 20%-ը
այն 21 միլիարդ հաշվողը պիտի հաշվեր։ 1. Նոր ավտոբուսները, որ եկել են, պիտի հաշվեն, որ մարդիկ պետքա գոնե նոր ավտոբուսներով երթևեկեն, ճիշտ է։ Պետքա լիներ այդ վերահսկողների ինստիտուտը։ Դուք ինձ թվում է մի երկու անգամ գոնե հեռուստացով տեսել եք ոնց են վերահսկում։ Համարյա կիսադատարկ ավտոբուսում 3 հոգի բարձրանում են, հանգիստ ճեմում են ու մի 4 մարդու վերահսկում են։ Իրենք պետքա վերահսկեն առավոտյան ժամը 8-ին, երբ որ շատ մեծ դժվարությամբ կարող է մի ոտքով նստեն ավտոբուս։ Այդ դեպքում ո՞նց է վերահսկելու այդ ավտոբուսի մեջի 100% ուղևորին։ Այսինքն իսկ մեր մոտ այն համակարգն է դրած, որ իջնելուց չեն ստուգելու։ Խորհրդային միության ժամանակ կար իջնելուց էին տոմսը ստուգում եւ կային տոմսավաճառներ ներսում։ Հետո դարավ են տալոններով համակարգը իջնելուց ստուգում էին։ Հասկանալի է խնդիրը, պարոն Գալստյան, դուք նշեցիք, որ տրոլեյբուսները այդքան էլ մեծ թիվ չեն կազմում ուղևորները, նույնիսկ չէ նշվում, եւ հա որոշում է կայացվել 45 նոր տրոլեյբուս ձեռք բերել, որի համար արդեն քաղաքապետարանը 30% վճարել է կառավարության աջակցությամբ։ Որքանով է էֆեկտիվ նոր տրոլեյբուսների ներդրումը։ Տեսեք, անկախ ամեն ինչից նոր հասարակական տրանսպորտի ներդրումը այսպես թե այնպես շատ լավ բան է, բայց արդյունավետության առումով մենք նախորդ անգամ էլ ենք այստեղ խոսել, ես խոսել եմ միակցված 18 մետրանոց ավտոբուսների մասին։ Ես խոսել եմ, որ դրանք պետք է ունենային միանշանակորեն այով գծեր, պետք է զիջեր մասնավոր ավտոմեքենայով, մասնավոր տրանսպորտը պետք է զիջեր ավտոբուսներին, բայց իրենք պետք է լինեին մեծ տարողության եւ աշխատեին մագիստրալներում եւ հավաքեին այն մարդկանց, ովքեր որ չեն կարողանում նստել ավտոբուս։ Այսինքն այդ անարդարացվի։ Անարդարացվի, որը այսօր չի արդարացվում։ Չի արդարացվում։ Ինչու պիտի արդարացվեր։ Պետք է այում լիներ կիսալիքը ավտոբուս, շատ էական է, կիսադատարկ եւ կիսալիքը։ Կիսալիքը ավտոբուս պետքա լիներ, որ համսկողները հեշտությամբ գնային եւ համ դուք, երբ որ առավոտյան իմանայիք, որ նորքի զանգվածից միջև ձեր աշխատատեղը ձեր անձնական մեքենայով հասնում եք 45 րոպեին, որովհետև երկու գծում ավտոբուսով հասնում եք 25-ին։ Ավտոբուսով հասնում եք 25-ում, բայց դուք դες թույլ չեք տալիս կախվելով գալ։ Դուք ավելի նախընտրում եք 45 րոպեում գալ, քան 15-ում, բայց չկախված։ Այսինքն նա անվտանգ երթևեկություն չի, կախված ավտոբուսը։ Իսկ երբ որ լիներ կիսալիքը, ես համոզված եմ, որ ձեր նման մարդիկ եւ լիքը ծնողներ, որ իրանց երեխաներին տաքսիներով են ուղարկում, եւ առանձին ավտոբուսներ են դպրոցները վերցնում եւ այլ, իրանք կսկոկտվեն հասարակական տրանսպորտից եւ այդ դեպքում մի քիչ իրավիճակը այլ է։ Այսինքն այն նպատակները, որոնք դրվել են տրանսպորտային բարեփոխման հիմքում, եթե կարելի է այդպես անվանել, չեն իրականացվում։ Հիմնական նպատակը դա նոր ուղևորային ցանցն էր, որը պետք է ուներ 40 երկու։ Քաղաքի բեռնաթափումը, այդ պրոբկեքի խցանումների մի փոքր թեթևացումը։ Այո, դա նոր ուղևորային ցանցը, որը ես ասում եմ, այդ մագիստրալների հետ կապված խնդիր ուներ, հիմնական բազային, այսպես ասած, սկզբունքը միակցված երկար ավտոբուսներն էին։ Միակցված երկար ավտոբուսի տեղ ես ասում եմ, ես ապրում եմ Կիևյան փողոցում, մեր փողոցում պետք է անցներ 3 տրանսպորտային 3 երթուղի 5 րոպե պարկբերականությամբ։ Հիմա գալիս է 23-ը։ Ոչ, 10-ը։ Չէ։ Այնտեղ ու այդ ավտոբուսները ես ապրում եմ հենց Կիևյանի սկզբնամասում եւ մետրոյով գալիս եմ աշխատատեղ։ Եվ ես ոտքով եմ բարձրանում, որովհետեւ անգամ այդ քանակի երթուղիների դեպքում ես առավոտյան չեմ կարող նստել ավտոբուս։ Ինչու՞։ Որովհետեւ այն ավտոբուսները, այդ ավտոբուսները կապույտը ջոկտոնգերը տանում են 50-ից 60 մարդու։ Միակցված ավտոբուսը տանում է 150-ից 170 մարդու։ Այդ 18 մետրանոցները 18 մետրանոցները, որոնք եղել են, հիշում եք Իկարոսներ կային, խորհրդային ժամանակ, Գարմոշկա էին ասում, այո։ Ընդ որում, երբ որ այսօր հələ այդ մենք կուլտուրան չունենք, եթե հանկարծ մի հատ տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդ նստի կամ մանկասայլակով մարդ, այդ 60-ը միանգամից դառնում է 45, որովհետև այդ սայլակի համար մոտավորապես 7 մարդու կամ 8 մարդու տարածք է պետք։ Հələ մենք այդ կուլտուրային չենք հասել։ Իսկ այնտեղ հիշում եք, այդ միակցման տեղում կլոր տեղ կար, որտեղ մի 15 մարդ առնվազն հանգիստ կանգնում էր առանց որ այդպես խնդրի, երեխեքը համարյա դրանով կարուսել էին խաղում եւ այլ եւ այլ։ Հիմա հիմնական սկզբունքը չի կիրառվում, նոր ցանցը չկա, 40 երթուղու տեղ 76 երթուղի է եւ իհարկե դա նպաստում է քաղաքում այդ Պարոն Գալստյան, հասկանալի է, եւս մի խնդիր, շատ կարեւոր խնդիր, որը այդ ամբողջ համալիրի մի մասն է եւ շատ կարեւոր մաս է,
Այն անհասկանալի խոչընդոտներն են, որոնք ճանապարհների վրա կան երթևեկության համար, օրինակ Միասնիկյան պողոտան, ես ամեն օր Միասնիկյանը բարձրանում իջնում եմ։ Մոտ մի ամիս այդ մեջտեղի բետոնի պատնեշն էին ներկում, երկու գիծ փակվել էր։ Հիմա բարձրացողի վրա, աջ կողմի վրա ինչ որ փոսեր են փորել, փակել են սենց, մի ամիս է այդ փոսերը փորած են, ոչ մի բան չեն անում։ Ու այդ մի գիծը փաստորեն չի աշխատում։ Դուք էլ եք երևի բարձրացել, տեսել եք, չի աշխատում։ Դա բերում է խցանումների, տրանսպորտային հոսքերը ավելի դանդաղ են շարժվում, այդ որ մենք հիմա ասում ենք օդը ինչի է կեղտոտ, պատճառներից մեկն եմ ասում, կանգնում են այդտեղ, օդը ավելի շատ են կեղտոտում, եթե ես պետքա որում հարթ քաղաք չի։ Այո, ստեղից բարձրանամ օրինակ ավան 15 րոպեում, ես բարձրանում եմ 45 րոպեում։ Եթե կես ժամ ավելի մեքենան աշխատում է, ու տենց քանի հատ մեքենա։ Ու տրանսպորտային խցանումներ, խնդիրներ, տրանսպորտը լավ չի աշխատում, գրաֆիկից են գնում, մարդիկ ուշ են, ասենք, ինչ որ պատճառ է, չէ՞ սա։ Այո։ Քաղաքային իշխանությունը սա չի տեսնում։ Ես տեսնում եմ սա, իրենք չեն տեսնում։ Ես ուզում եմ հասկանամ այդ մեխանիզմը ոնց է աշխատում։ Փորել են ու փակել են, ու ոչ մի բան չեն անում։ Տեսեք, ինքը շղթայական մուլտիպլիկատիվ էֆեկտով նեգատիվ։ Ինչ խնդիր է առաջացնում քաղաքի համար։ Այդ մի հատվածն եմ ես ասում։ Դենց քանի հատ հատվածներ։ Հատվածները բազում են, բայց այստեղ մի բան, մի ճշտում պետք է անել։ Նախ օպերատիվ կառավարման առումով քաղաքը ված չի աշխատում, ես ձեզ ասեմ։ Դրա ինչն է օպերատիվ, որ մի ամիս է այդ փոստը փորած։ Օպերատիվ կառավարում, երբ որ խոսքը վերաբերում է իր շինարարին եւ իր աշխատանքին։ Բայց այդտեղ կարող է լինի օրինակի համար Էլ-ցանցը, բարձրավոլտը, վիոլան, այսինքն կառույցներ, որոնք քաղաքային իշխանության հետ գործընկերային հարաբերությունների մեջ են, ամիջականորեն իրանց վրա ազդելու հնարավորություն չկա։ Եվ իսկ այն անկյուններով, որ փողոցի կողքերով են անում, դրանք այն տրանշեներն են, որ փորձում են էլեկտրականությունը իջացնել ներքև։ Դե մի առանձին խնդիր է, տարիներով, եթե մի քանի տարի է կա այդ խնդիրը։ Հիմա փողոցներ ունենք, որ ոնց որ թե կա, ամեն ինչ պատրաստ է, բայց իջեցնելն է խնդիր, որովհետև այնտեղ բարձ է, չէ, որ օպերատորներ են, այդ հենց հենց բան չի։ Լավ գործ է իրականում, շատ լավ բան է։ Բայց այդ մալուխները այդքան հեշտ չի, էլի, բան չի դա, մի գծանոց ալյումինե լար չի, որ վերցնես ու բան։ Եթե սա բերում է քաղաքային ընդհանուր մեծ խնդրի, ես նշեցի քանի հատ մուլտիպլիկատիվ էֆեկտ կստե, քաղաքապետարանը ազդելու հնարավորություն չունի այդ ընկերությունների վրա, որ իրենց աշխատանքը ավելի արագ անեն։ Եթե օրենք չի կարելի, եթե կառավարության նիստը նայել եք վերջին, ոնց որ թե երկու հատ հանձնաժողով են ստեղծելու, որոնցից մեկը վերաբերվելու է քաղաքային խցանումներին։ Ես հիմա այդ հանձնաժողովին ցույց եմ տալի խնդիրը։ Կոնկրետ խնդիր է սա։ Բայց ինքներդ գիտեք, որ հենից եկած պատմությունն է դա, հանձնաժողովները երբեք օպերատիվ կառավարման հետ առնչություն չունեն։ Այսինքն այդ օպերատիվ կառավարումը բոլորովին այլ տեղում է։ Ես ինչի ասեցի, որ քաղաքը ստիպված է օպերատիվ կառավարել։ Դա բոլորովին այլ դա նախարարություն չի, որ ինչ որ որոշումներ ամիսներով քաղաքը օպերատիվ կառավարման մեջ է։ Ես օրինակի համար այսօր ուզում եմ բարձրաձայն հայտարարեմ, ես ակտիվ քաղաքացի հարթակում միշտ կամ նախ աշխատել եմ կառույցում եւ գիտեմ հիմա ոնց է աշխատում ակտիվ քաղաքացին։ Ձեզ էլ եմ խորհուրդ տալիս։ Դուք մտնում եք, հենց նամակ եք գրում, ինչ որ մի ահազանգ, ինքը ամիջապես մտնում է մալբրի համակարգ։ Չեն կարող այդ նամակին չարձագանքել։ Մտա, օրինակի համար այսօր այն տնտեսագիտական համալսարանի անցողով անցնելուց եթե սա որ ջուրը պատից դուրս է տալիս, ջուրը։ Այսինքն դա անցում է, տեղով անցնում են համալսարանի եւ տնտեսագիտականի ուսանողները։ Աստված ոչ անի։ Եվ դա ջուրը քաղաքինը չի։ Այստեղ խնդիրը արդեն մենակ մենք ունենք այսպիսի ավանդույթ էլի իրար վրա գցելու հնից եկած լավ ավանդույթ։ Համամիտ եմ ձեզ հետ, քաղաքացիները պետք է դրանով զբաղվեն։ Ես համամիտ եմ, պատասխանատվության մի մասը պետք է կրենք, բայց օրինակ տեսեք, Գերմանիայում նույնիսկ ամենափոքր քաղաքներում քաղաքապետարանը մարդ ունի, այդ մարդը դուրս է գալիս այս փողոցով ու քայլում է։ Ու նայում է, տենեմ, ասենք, ստե մի հատ քարա պոկած, գրում է, քարա պոկած է։ Ստե ճյուղ է կախած, որը մտնում է մարդկանց աչքը։ Դեպի Երևանում այդ խնդիրը համատարած է։ Գրում է, պետք է գան կտրեն։ Մյուս օրը գալիս են կտրում են։ Դժվար բան է։ Իհարկե դժվար չի։ Իհարկե դա մշակույթ է։ Օրինակ Ավան համայնքում մի հոգի լինի, մի հոգի ամբողջ համայնքը ոտքով քայլելով կարա գնա ու գույքագրի այդ խնդիրները։ Ես դա կարող եմ 2-3 օրում անել մենակ։ Հիմա դրա խնդիրը իջում է։ Գիտեք ինչ, հիմա ես ձեզ ասեմ, քաղաքով 15 հոգու շտատ է պետք ընդհանրապես։ Հարգելի Դավիթ, ես ձեզ ասեմ, օրինակ Շվեյցարիայում իրանց համայնքները բազմաթիվ Բեռնում չէ, ու Ցյուրիխում չէ, իրանց համայնքներում, եթե ուզում են ինչ-որ մի հատ շենք կառուցել, օրինակ 3 հարկանի, բերում են 4 հատ ցից են խրում 3 հարկի չափով, այդ բնակիչներին
մի 2 ամիս թույլ են տալիս, որ իրանք շարժվեն այդ ցիցերի ներկայությամբ, հետո գալիս են հարակվի են դնում, ասում են այստեղ շենք կառուցենք, թե ոչ։ Եվ բնակիչները մոտավորապես 2-3 ամսում հասկանում են, եթե այդտեղ այդ 3 հարկանի շենքը լինի, ես անընդհատ այդ Բաղրամյան փողոցով անցնելուց այդ Արցախ բանկի շենքը կա, չէ՞ որ ես այն դիմացը ինձ ընկեր էր ապրում եւ ինքը ասում էր, այս մեր տունը առավոտները մենակ Մասիսարինն է, մենակ Մասիսարինն է։ Հիմա ինքը նայում Արցախ բանկի շենքին։ Եթե հարակվեի խնդիր լիներ, իդեպ քաղաքը իրավունք ունի հարակվեներ անելու, որտեղ դա տեղական ինքնակառավարում է։ Չի արվում։ Ինչ վերաբերում է օպերատիվ կառավարմանը եւ քաղաքացիների արձագանքին, ես ձեզ ասեմ, իմ բոլոր նամակները պատասխանվում են։ Իսկ խնդիրները լուծվում են։ Այլ խնդիրը տոկոսային առումով, որքան են պատասխաններ հենց այնպես եւ որքան են պատասխաններ գործի առումով, գործի բերումով։ Ես անդրադարձել եմ ցայտախորների խնդրին, մեկու մեջ լուծվել է, հիմա ոնց որ թե սկսում է լուծվել։ Ես անդրադարձել եմ այս տերևների վառելու խնդրին, որը որ քաղաքի համար դա մի սարսափելի բան է, անգամ քաղաքապետը ասում էր, որ մարդկանց բակերում ուղակի պետք է շատերը չեն գիտակցում դա ինչ է, ասում է տերև է, էլի բնական բան է, վառվում է, ինչ պետք է լինի դրանից։ Այո։ Ինքը օրգանական բան է, նյութ է։ Եթե օրգանական է, իսկ կերակրվելու համար հարմար է, եթե հարմար չի, ուրեմն եթե ինքը չորացած վառվում է, ուրեմն մարդու համար թունավոր է։ Եթե այնպես ուտիկ թունավոր է։ Մարդիկ վարարաններում Երևանում պլաստմաս են վառվում։ Այո։ Դուք էլ եք երևի եթե ասենք ինչ որ շոր ես կախում, դուրս հավաքում ես առավոտյան, հոտ է գալի պլաստմասի վառած։ Այսինքն ոչ թե թարմության հոտ է գալի առավոտյան, այլ պլաստմասի վառած։ Մոտ վարարանում վառում է։ Այս վիճակն է մեզ մոտ։ Այդ տերևներն էլ կարելի էր հավաքել եւ սարքել բրիկետներ, տանել գյուղական վայրերում, անապահով ընտանիքներին տալ, որովհետեւ իրենք այսպես թե այնպես ձեր ասած կոշիկից սկսած ամեն ինչ վառում են։ Ու Երևանը փորձում ենք զերծ պահել վարարաններից, բայց Երևանում էլ վառամասեր, որտեղ առավոտյան այդ ծխի շերտը շատ լավ։ Սեփականը կպած է շենքերին, չէ՞։ Այո, այո։ Շատ դեպքերում այն մանկապարտեզները հանրապետականները որ բան էին անում, սեփականաշնորհում էին։ Այդտեղ հիմա սեփական տներ են, իսկ ինքը հենց շենքի հայաթում է, շենքի բակում է։ Հիմա ու ինքը վառում է, ասենք այդ չգիտեմ ինչա վառում, կոշիկա վառում, ինչա վառում։ Տեսեք, ես որպես տնտեսագետ այս ավտոբուսների հետ կապված ուղղակի վերադառնալով մենութին ասեմ, մեծ ավտոբուսների գնումը ինքը իհարկե պետք է պետությունը մասնակցի, այսինքն գործադիր այդտեղ մասնակցության խնդիր ունի, որովհետև խոսքը տասնյակ միլիոնների մասին է դոլարային բանով էլի։ Այսինքն 70-ից 80 միլիոն դոլար է պետք, որ մենք ավտոբուսների հետ մեծ ավտոբուսները բերենք, բայց եթե մենք նայում ենք քաղաքի սեփական եկամուտները, 2022-ին եղել է 34 միլիարդ, 2025-ին եղել է 90 միլիարդ։ Տեսեք, 60 միլիարդ ավելացում ունենք սեփական եկամուտների։ Ունդեղ կրթական մասը հանում է։ Կներեք, որ թվերին 2022-ին եղել է 34 միլիարդ, քաղաքային իշխանության ցուցանիշներն եմ ասում, որ իրանք ամեն անգամ վերլուծության ժամանակ Երևանի եկամուտները, սեփական եկամուտները, այսինքն այն ինչ որ գույքահարկից, турքերից եւ արձակալականից, հողի վաճառքից եւ այլնից առաջանում։ Իսկ 2025-ին եղել է 90 միլիարդ։ Այսինքն 3 անգամվա աճ ունենք մենք սեփական եկամուտների։ Բակային տարածքներ, փողոցային ասֆալտապատում, մանկապարտեզների վերանորոգում, դրանք հիմնանորոգում, դրանց բոլորի ցուցանիշները 2 անգամից չեն ասնում։ Այն մի անգամը ուր մնաց։ Այստեղ խնդիրը կոռուպցիային չի, խնդիրը անտնտեսվար վարումին է։ Օրինակի համար ոչ նպատակային են գումարները։ Օրինակի համար 2019 թվականին այս իշխանության օրոք եմ ասում եւ 20 քաղաքային ամանորյա տոնակատարությունների համար, լուսավորման եւ ձևավորման համար ծախսվել է 130 միլիոն։ Դրա։ Հիմա ծախսվում հիմա դոլար։ Չէ, հիմա ծախսվում է 700-800 միլիոն։ Ինչու։ Մենք իհարկե ուզում ենք որ քաղաքը լավ լուսավորված եւ գեղեցիկ ձևավորված լինի լավ, բայց դա դրելով կառավարության պատը ծակելով պիտի չարվի։ Այսինքն այդ գումարները ես քավլիցի անմեղության կախավարկած եւ կոռուպցիոն ռիսկերի հետ չեմ կապում, բայց վատ տնտեսվարության հետ կապում եմ։ Չեմ կարող չկապել։ Կամ ավելացել է ինչ որ բաներ, որը ծառատունկեր են արվում եւ այլ, բայց էկոլոգներն ասում են, որ այս ծառերը եւ ես իբդեպ սակուրաներից եմ տեսնում Թամանյանի մոտի, որ այդ ծառերը շատ դժվարությամբ են ուզում Երևանում մեծանան։ Շատ դժվարությամբ։ Այսինքն իրենք վախեցած են արդեն այս բանից։ Հələ մի խստաշունչ զմերը լինի արանքում։
Այսինքն այս խնդիրը, այստեղ այդքան էլ չեմ ուզում, բայց գիտեք ինչ, քանի տարվա իշխանություն են։ Այսինքն էլ չի կարելի ասել նոր են, անփորձ են, երիտասարդ են, մի քիչ օգնենք, անընդհատ օգնում ենք։ Ես անընդհատ հոդվածներ եմ գրում։ Էլ աղբահանության մասին, էլ նոր աղբավայրի մասին, էլ տրանսպորտի մասին, էլ համատիրությունների մասին, ամեն ինչի մասին։ Մենք հիմա որ խոսենք, անընդհատ խոսալու նյութ կա։ Կարծում եմ դեռ շատ խոսալու նյութ կա, պարոն Գալստյան, շատ շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար առաջին հերթին, որովհետև ձեզ նման քաղաքացիները ես վստահ եմ շատ մեծ ներդրում ունեն այս քաղաքի կառավարման մեջ, այն դեպքերում, երբ որ իշխանությունը թերանում է, դա ակնհայտ է, եւ շնորհակալություն հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Մեր հյուրն էր Ամբերտ հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ գիտնական, տնտեսական գիտությունների թեկնածու Համազգաց Գալստյանը, իսկ մենք քիչ անց կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։